Շնորհակալ եմ Տիկին Հարությունյան, ուրախ եմ, որ դուք ցանկություն եք հայտնել համալրելու բարձրագույն դատական խորհրդի շարքերը եւ հաշվի առնելով ձեր ելույթը, ինչպես նաեւ ձեր կենսագրականը, կարող ենք ենթադրել, որ դուք ինչպես ուսումնառության տարիներին, այնպես էլ դրանից հետո միշտ եղել եք այս համակարգում, հետեւաբար դուք ունեք որոշակի ձևավորված թե դիրքորոշումներ, թե մոտեցումներ, թե ինչ անել կամ ինչպես անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանության երրորդ ճյուղը դատական ոլորտը ել ավելի կայանա եւ դառնա ինքնուրույն, ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք, մի դեպքում դուք եղել եք այս ոլորտի քաղաքականության մշակող, իսկ այս մյուս դեպքում կարծես թե իրականացնելու եք դա։ Գաղտնիք չէ Տիկին Հարությունյան, որ այսօրվա իշխանություններից հիմնական դժգոհությունը կայանում է հենց այս ոլորտում շատ դանդաղ ռեֆորմների արդյունքում կամ առհասարակ ռեֆորմներ չիրականացնելու արդյունքում, ինչի հետ ես ընդհանրապես համաձայն չեմ, հա որոշ գործընկերներ մեզ օրինակ մեղադրում են վեթինգ չիրականացնելու մեզ, մյուսները այնքան էլ դրան վատ տեսանկյունից չեն նայում եւ այլն։ Գաղտնիք չէ, որ արդարադատությունը կամ դատական համակարգի անկախությունը կամ կայացումը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար գուցե հանապազորյա հաց չի, բայց պակաս կարևոր չի, քանի որ եթե մենք հանդիպենք եւ խոսենք օրինակ արտագաղթի դիմող մեր քաղաքացիների հետ, նրանք ի թիվս այլ հարցերի նաեւ այս մասին են խոսում, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ սա իսկապես շատ կարևոր է։ Գուցե թվա թե մենք այստեղ խոսում ենք, քննարկում ենք հերթական օրակարգային հարցներ, բայց այն իսկապես շատ կարևոր է։ Յուրաքանչյուր տեխնացուի հետ, թե մենք, թե հանրությունը, թե շահագրգիռ կազմակերպությունները մեծ հույսեր ենք կապում, երբ նրանց ուղարկում ենք բարձրագույն դատական խորհուրդ, կխնդրեմ ձեր կողմից այն առաջարկությունները, ինչ եւ ինչպես իրականացնել այս ամենին հասնելու համար, ձեր դիտարկումները։ Շնորհակալություն, Տիկին Ստեփանյան։ Բարեփոխումներից խոսեցիք, որոնք իրականացվել են, բայց բավարար ազդեցություն գուցե եւ չեն ունեցել կամ առնվազն հանրության շրջանակներում առկա է նման մտայնություն, որ դրանք բավարար չէին, վեթինգի մասին խոսեցիք, դրանք ավելի շատ քաղաքական կատեգորիաներ են եւ եթե թույլ կտաք ներկայումս իմ դիրքից ելնելով եւ ինչին որ ես հավակնում եմ, թույլ տվեք քաղաքական որևէ մեկնաբանություններ չանել, բայց ինչ վերաբերում է իրավական դաշտում փոփոխություններին, որոնց մեծ մասը ես եմ նաև ներկայացրել ձեզ, այս բարեփոխումների արդյունավետությունը չեմ գերագնահատում ամենևին, բայց նաև չեմ ուզում թերագնահատել, որովհետև այսպիսի մի խնդիր կա։ Իմ կարծիքով մեր օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ ցավոք սրտի ստիպված ենք եղել իրականացնել հրատապության կարգով։ Դրանց ահագին մասը պարտադրված են իրականացվել շտապ, հրդեհ մարելու տրամաբանությամբ։ Եվ բնական է, որ նման փոփոխությունները, որոնք արել ենք հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կոլապսային վիճակից անհրաժեշտ է հանել դատական համակարգը, որպեսզի կարողանանք ունենալ արդյունավետ դատական համակարգ։ Հիմա գտնում եմ, որ փուլն է մի փոքր կանգ առնելու եւ հրատապ փոփոխություններ դատավարական առումով չիրականացնելու, որովհետեւ անընդհատ փոփոխությունները, որոնք որ մենք իրականացնում ենք հենց հրդեհ մարելու տրամաբանությամբ, հանգեցնում են նրան, որ կարող է մի պահի մենք ունենանք արդարադատության էությանը վնասող օրենսդրական ակտեր։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մի պահ մենք պետք է կանգ առնենք, իրական մոնիտորինգ իրականացնենք եւ հասկանանք, թե ինչ արդյունքների են հասցրել մեզ մեր իրականացրած օրենսդրական բարեփոխումները, ունենանք ճիշտ պատկերը իրականում դժգոհությունների, արդյոք այդ դժգոհությունները դուք շեշտեցիք Հայաստանից մեկնողների դժգոհությունները դատական համակարգից, արդյոք անձենք երբևէ առնչվել էին դատական համակարգի հետ կամ ունեցել էին արդյոք առարկայական դժգոհություն, թե ուղղակի որևէ, այսպես ասած, ազդեցության առումով են նշել դատական համակարգի հետ կապված խնդիրները որպես իրենց մեկնման եւ Հայաստանը լքելու պատճառ։ Մենք իսկապես խորը ուսումնասիրության կարիք ունենք այս առումով եւ իրականացված բարեփոխումների գնահատման եւ դրանց ազդեցության գնահատման, որպեսզի կարողանանք մեր հետագա քայլերը ավելի ճիշտ կողմնորոշվելով իրականացնենք։ Միևնույն ժամանակ ես վստահ եմ, որ այն քայլերը, որոնք որ մենք արել ենք, իրական արդյունք ապահովել են։ Ես ինչու եմ վստահ, որովհետև այդ քայլերն անելուց հետո ես արել եմ ուսումնասիրություն, որպեսզի տեսնեմ դրանց ազդեցությունը։ Եվ այդ ուսումնասիրությունը հիմնված է ոչ թե անձնական ուսումնասիրությունների, բնականաբար, այլ ստացված պաշտոնական տեղեկատվության վրա բարձրագույն դատական խորհրդից։
Հիմա խնդիրը հետևյալն է. կամ մենք վստահում ենք բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված թվերին, կամ իրականացնում ենք նոր մեր կողմից իրականացվող մոնիտորինգ, որպեսզի հասկանանք այդ թվերի իրականությանը համապատասխանելը։ Մենք ունենք որոշակի առումով քաղաքացիական գործերով բարենպաստ իրավիճակ, գերծանրաբեռնվածության թուլացում, բայց գերծանրաբեռնվածության թուլացում օրինակ քաղաքացիական գործերով մեր գերնպատակը չէր։ Մեր նպատակը, ներեցեք, պարզ բառերով ասեմ, դատավորների կյանքը թեթևացնելը եւ հեշտացնելը չէր։ Մեր նպատակը այդ գերծանրաբեռնվածության արդյունքում դատական ակտերի որակի վրա վատ ազդեցություն չունենալն էր։ Եվ հիմա պահն է, գոնե առերևույթ թեկուզ քրեական գործերով մենք ունենք, ներողություն եմ խնդրում, միտքս ավարտեմ, քրեական գործերով մենք իսկապես ունենք գործերի մեծ կրկնապատկում, բայց մենք ունենք քաղաքացիական գործերով թեթևացում եւ առնվազն այս փուլում մենք կարող ենք դիտարկել արդյոք մեր դատարաններից դժգոհությունը հանրության ինչ կոնկրետ պատճառների վրա է հիմնված։ Արձագանք Ամեցեք։ Շնորհակալություն շատ, Տիկին Հարության մյուս խնդիրը որ կա եւ անհանգստացնում է բնականաբար թե մեզ եւ թե կարծում եմ նաեւ ձեզ պետք է անհանգստացնի առհասարակ դա կոռուպցիայի գոյությունն է այս համակարգում եւ օրեր առաջ հերթական դատավորը կոռուպցիայի գործով կարծես թե կալանավորվեց կամ ձերբակալվեց, անկեղծ ասած խափանման միջոցով այդպես չեմ հիշում, նաեւ այս դեպքում կուզեմ ձեր կարծիքը հասկանալ, որովհետեւ կոռուպցիան ինքն իրենով չարիք է եւ հատկապես այս համակարգում, ել չեմ խոսում, որ հետագայում նաեւ տարեկան զեկույցների միջոցով միջազգային կառույցների կողմից մեծ ազդեցություն է ունենում Հայաստանի ժողովրդավարության ինդեքսի կամ կոռուպցիայի ընկալման ցուցանիշի վրա։ Ուրախությամբ պետք է նշենք, որ այս տարի մենք հետընթաց չունենք, բայց ուզում եմ ասել, որ մեր ցանկությունը, մեր նպատակը միևնույն կետում մնալը չէ, մենք ցանկություն ունենք այս դեպքում նույնպես առաջ գնալ եւ մյուս հարցը Տիկին Հարության շատերը ԲԴԽ գնալը օգտագործում են կարծես որպես ցատկահարթակ հետագայում իրենց գործունեությունը այլ ոլորտում շարունակելու համար։ Դուք ձեզ երկարատև տեսնում եք ընտրվելու դեպքում այս մարմնում։ Շնորհակալ եմ։ Վերջին հարցից եթե թույլ կտաք սկսեմ։ Տիկին Ստեփանյան, ես այո, ինձ երկար եմ պատկերացնում այս մարմնում, այնքան, որքան որ ընտրվող անձի պաշտոնավարման ժամկետն է, ու հույս ունեմ, որ այդպես էլ կստացվի։ Ցատկահարթակ որպես դիտարկելու անհրաժեշտությունը չունեմ, որովհետև իմ, այսպես ասած, կարիերան ես այնպես եմ ձևավորել փաստորեն այս ընթացքում, այդպես ստացվել է ամեն դեպքում, որ կարծում եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից հետո ցատկահարթակ որպես դիտարկել բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը ճիշտ չի լինի։ Իմ պարագայում, որ հաստատ այդպես չի, կարող եմ ձեզ վստահեցնել։ Մյուս կողմից անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերին դատական համակարգում, կոռուպցիան ոչ միայն դատական համակարգում, ընդհանուր առմամբ բոլոր մարմիններում էլ աղետ է եւ որևէ մարմնում դրա ի հայտ գալը իհարկե ազդում է բոլորիս, այսպես ասած, տպավորությունների, նաեւ համաթվերի վրա, որոնք որ միջազգային զեկույցներում նշվելու են։ Մյուս կողմից, եթե մենք չենք ունենալու դեպքեր, երբ կալանավորվելու են կամ առնվազն մեղադրանք է առաջադրվելու որևէ դատավորի նման գործով, դա կնշանակի միայն մի բան, որ մեր իրավապահ մարմինները բավարար աչալուրջ չեն աշխատում եւ հետեւաբար չեն կարողանում հայտնաբերել դատական համակարգում որևէ կոռուպցիոն ռիսկ կամ առնվազն շահերի բախում։ Այս դեպքում նույնպես կարող եմ ասել, որ դա ինչպես վատ կարող ենք դիտարկել, այնպես էլ դրական քայլ որպես կարող ենք դիտարկել եւ կոռուպցիայի դեմ պայքարը ամենօրյա եւ բոլորի սպարտականությունն է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։